Իրապես փառք եմ տալիս բոլորիդ համար, որ այս փափագը, այս ցանկությունն ունեք եւ գիտակցությունն ունեք Աստծո խոսքի առումով կարևորությունը եւ առհասարակ Աստծո հետ շփում ունենալը, հանդիպում ունենալը, աղոթելը, Աստծո հետ քայլելը, որտեղ սա կարևոր է։ Գուցե ասածս ծայրահեղություն հնչի, որոշ մարդիկ կան, որ իրենց համար Կիրակի օրը պաշտամունքին մասնակցելը լոկ դարձել է օրենքի մի բան։ Այսինքն Կիրակի օրը կմասնակցեմ, կարծես բերա, սենց վրայից ես կընկնի ու վերջ։ Ես իմ պարտականությունս կատարեցի ու վերջ։ Եթե այդ մոտեցումն ենք ունենում, Կիրակի օրերը կամ ընդհանրապես պաշտամունքը Աստծուն ծառայելը որևիցե օգուտ մեզ համար չի բերելու եւ այն Աստծուն էլ չի փառավորելու։ Ինչի, որովհետեւ որպես ինչ որ պարտք եմ կատարելու, ստիպված եմ ինչ որ բան անելու, գուցե մտքիս մեջ ինչ որ վախեր ունենալով կամ հակառակը կարծելով, որ եթե այս բաները արեցի, ինչ որ օրհնություն կամ բան կստանամ։ Երբ որ նման մոտեցում ունենք, մենք խնդիր ունենք։ Եվ առհասարակ, երբ որ օրինակի համար լինում են դեպքեր, որ, չգիտեմ, մարդը չի ստացում, չի կարողանում ծառայության գա կամ պաշտամունքին մասնակցի, մենք բոլորս պետք է հասկանանք, որ իրապես Աստծո առաջ ենք պատասխանատու։ Եթե օրինակի համար այնպես է ստացվել, որ այդ Կիրակի քո տունը մնալը կամ այլ ինչ-որ գործերով զբաղվելը ավելի Աստծուն պետքա փառք բերի, քան թե քո տվյալ պահին այստեղ գտնվելը, ուրեմն լավ կլինի, որ մնաս այնտեղ, որտեղ որ Տերը քեզ կանչել է, այդ պահի դրությամբ։ Ինչի որտեղ ստեղ խնդիրը ինքնանպատակը ուղղակի գալ ինչ որ ծառայության մասնակցելը չէ։ Մենք ուզում ենք ամեն ինչում մեր կյանքում Տիրոջը փառավորել։ Բայց օրինակի համար, եթե ձանձրանում եք կամ ուրիշ ինչ որ պատճառը, որը որ այդքան էլ հարկի չի, ու լոկ դրա համար չենք ուզում մասնակցենք ծառայությանը, սա նորից մենք Աստծո առաջ ենք պատասխան տալու։ Ինչի համար եմ սրա մասին ասում, որտեղ նկատում եմ, որ այս ժամանակահատվածում կամ մեր ապրած շրջանակում այն քարոզները, որ շատ անգամներ նայում եմ, տեսնում եմ, լսում եմ, մոտս տպավորություն է ստեղծվել, որ շատ մարդիկ խոսում են Աստծո սիրո մասին։ Եվ այո, դա ճշմարտություն է։ Աստված սեր է, Աստված ողորմած է, Աստված օրհնում է, տալով տալիս է, բայց այդքանով մարդիկ սահմանափակվում են։ Ու ստացվում է այնպես, որ մենք ունենք մեր գրպանի Աստվածը։ Երբ որ հարմար է այդ Աստծուն օգտագործում ենք մեր նպատակների համար, ինչ որ պետք է կխնդրենք, կասենք, ինչի կարիք կա, այդ ամեն ինչը կհանձնենք, մնացածը Աստծուն չի վերաբերվում։ Այսինքն, երբ որ պետք է օգտագործեցինք, մնացած դեպքում դնում ենք մեր գրպանը այդ Աստծուն ու ապրում ենք մեր կյանքով, մեր ցանկություններով։ Սա այն Աստվածը չի, որ նկարագրվում է Աստծո խոսքի մեջ։ Սա այն Աստվածը չի, որին որ մենք ծառայում ենք, որին որ մենք հետևում ենք։ Եվ այսօրվա թեման, որ խոսելու եմ, վերնագրել եմ այսպես զգուշանանք կենթանի Աստծուց։ Դե կարող է առաջին հայացքից մի քիչ sense բան հնչի, թե ինչ է նշանակում զգուշանանք կենթանի Աստծուց, բայց սա Աստծո խոսքն է ասում։ Ասում վայ նրան, որ կենթանի Աստծո ձեռքը կընկնի ու սրա մեջ իմաստ կա, որ մենք պետքա զգուշավորություն ցուցաբերենք։ Ինչի որտեվ այսօր շատերը Աստծո այդ հարաբերությունը, մեղքի նկատմամբ ընդհանրապես ամեն ինչը մատների արանքով են նայում։ Շատ թեթև, շատ բան, որ կարծես այդքան էլ արժեքավոր բան չի։ Փոքր ինչ որ Աստված ունենք, թալիսմանի նման, պետքա մեր վզից կկախենք կամ բան կանենք, պետքա կհանենք, այսինքն նման ձևով ենք վերաբերվում։ Եվ ես ուզում եմ, որ մենք ուղղակի որպես քրիստոնյաներ, որպես իր զավակներ զգուշավորություն ցուցաբերենք։ Այն ամեն ինչ որ Աստծո խոսքը մեզ ասում է, ինչ որ լսում ենք, ինչ որ կարդում ենք։ Սաղմոս 138-ում երկրորդ համարը հետևյալ խոսքերն է ասում, Սաղմոս 138:2 Երկրպագություն կանեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կգոհանամ քո անունից, քո ողորմության համար եւ քո ճշմարտության համար։ Շարունակություն ուշադիր եղեք։
որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խոսքը։ Ստեղ շատ հստակ Սաղմոս 2 կամ ընդհանրապես երբ որ ուսումնասիրեք, կտեսնեք, որ Աստված իր խոսքը ասում է, իր խոսքը իր անունից ավելի բարձր գնահատեց, բարձրացրեց։ Ինչի որտեվ խոսքի միջոցով ում ենք ճանաչում, հենց Աստծուն ենք ճանաչում։ Լիարժեք Աստծուն ենք ճանաչում իր խոսքի միջոցով։ Հետևաբար մեր վերաբերմունքը խոսքի նկատմամբ ի՞նչն է ցույց տալու։ Մեր վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ ի՞նչն է ցույց տալու։ Մեր վերաբերմունքը ում նկատմամբ։ Աստծո նկատմամբ։ Ես ուզում եմ, որ դուք շատ հստակ սա ձեզ համար որպես ականջի օղ լինի։ Այն ինչպիսի վերաբերմունք, որ մենք ցուցաբերում ենք խոսքի նկատմամբ, դա ցույց է տալիս մեր վերաբերմունքը Աստծո նկատմամբ։ Որտեվ շատերը կարան ասեն, դե ես հավատում եմ Աստծուն, բայց կարիքը չունեմ Աստծո խոսքի։ Չգիտեմ, կարիքը չունեմ պատգամ լսելու, կարիքը չունեմ Աստծո հետ հարաբերություն ունենալու։ Այս ձևի հարաբերություն չի կարա լինի։ Որտեվ ինչպիսի որ վերաբերմունք ես ունեմ իր խոսքի նկատմամբ, դա ցույց է տալիս իմ վերաբերմունքը Աստծո նկատմամբ։ Այսօր շարունակելու ենք Եբրայեցիս նամակի 12-րդ գլխի այդ շարունակությունը, կկարդանք 25-ից 29 համարները, ու այստեղ, եթե կհիշեք երկու կերակի առաջ, երբ որ ասացի, որ հեղինակը բերել էր երկու լեռների օրինակը, եւ ընտրությունն ինքն էր ասում, ընտրում եք Սինա լեռը, թե Սիոնը, ընտրում եք օրենքը, որը որ ձեզ տանելու է դեպի դատապարտություն, թե ընտրում եք շնորհը, որը որ ձեզ փրկություն է տալը։ Եվ այս առաջարկելուց հետո հեղինակը մի վերջի զգուշացումն է տալիս, 5-րդ զգուշացումն է տալի Եբրայեցիս նամակի։ Ընթերցենք 25 համարից։ Եբրայեցիս 12, 25-ից մինչև վերջ են կարդալու, մինչև 29 համարը։ Զգուշ եղեք, որ չմերժեք նրան, ով խոսում էր, որովհետև եթե նրանք այս երկրի վրա պատգամ տվողին մերժելով չկարողացան պատժից ազատվել, ապա որքան ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք, որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստում է տալիս ասելով. մեկ անգամ եւս կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ երկինքը։ Բայց մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ շարժված բաներն իբրև արդեն կատարվածներ պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան։ Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղացությամբ, որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս այսօրվա այս պահի համար, Տեր, շնորհակալ ենք, որ քո ողորմությամբ, քո շնորհքով եւս մեկ առիթ ունենք գալու քո առաջ, աղոթելու քեզ, փառաբանելու քեզ, մեծարելու, խոսքդ կարդալու, մտերելու խոսքիդ առումով, Տեր, եւ քեզանից առնելու քո կամքը, Տեր, որ շինություն է լինելու մեր հոգիներին, Տեր։ Ուստի աղոթում եմ, որ այցելություն անես ամեն մեկին մեր գտնված վայրերում, Տեր Աստված։ Ներես մեր մեղքերը, որ քո խոսքդ մեր ականջին լսելի, հասանելի լինի, Տեր, եւ Սուրբ Հոգովը դու բացահայտիր, դու ցույց տուր այն ամեն ինչ, որ ուզում ես մեզ սովորեցնես, Տեր։ Որ տեսնենք քո փառքը, տեսնենք քո մեծությունը եւ մեծարենք քո Սուրբ անունը։ Հիսուս Քրիստոսի Սուրբ անունով, ամեն։ Գիտեք, երբ որ հեղինակը այս ամեն ինչը ներկայացնում է, այս երկու օրինակը բերում է ընտրության, դրանից հետո տալիս է զգուշացումը եւ պարզ տրամաբանականն է, որ ուզում է տա գին, ուզում է տա արժեքը, թե այն ինչ որ լսեցիք, ինչ պետք է, ինչպես պետք է վերաբերվենք դրան։ Եվ դրա մեջ տալիս է 4 հիմնավորում, ցույց է տալիս 4 գործառույթ Աստծո մասին, որ մենք պետք է սովորենք։ Ինչի ես պետք է այդ Աստծուն լսեմ։ Եվ այստեղ հեղինակը ցույց է տալու 4 գործառույթ։ Առաջինը, եթե ուշադրություն դարձրեցի 25 համարի մեջ, խոսքը գնում է Աստծուն ներկայացնում է որպես դատավոր։
Ուզենամ եւս մեկ անգամ 25 համարը կարդանք։ Զգուշ եղեք, որ չմերժեք նրան, ով խոսում էր, որովհետև եթե նրանք այս երկրի վրա պատգամ տվողին մերժելով չկարողացան պատժից ազատվել, Սինա սարի վրա պատգամ ումից էին լսում։ Մովսեսից, ասցին թող Աստված մեզ հետ չխոսի, որտեղ վախենում ենք, դու խոսիր մեզ հետ։ Աստված տվեց Մովսեսին, Մովսեսի միջոցով Աստված խոսեց մարդկանց հետ։ Հիմա ասում եմ, եթե Մովսեսի միջոցով տրված օրենքը, ինչ որ տրվել էր, որևիցե մեկը մերժում էր, պատժից չէր ազատում, հիշում եք, խոսում ենք, նույնիսկ ասեց, եթե որևիցե մեկը այս սարին մոտ է, նա պետք է քարկոծվի, կենթանի լինի, թե մարդ լինի, եւ ընդհանրապես գիտենք, որ Աստծո խոսքը շատ է խոսում, շատ հստակ կար, որ 2-3 վկաներով, եթե որևիցե մեկը հետ է կանգնում օրենքից, պետք է քարկոծվի, պետք է սպանվի, այսինքն դատապարտությունը շատ հստակ էր։ Ասում է, ապա որքան ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք։ Երկնքից ով է խոսում մեզ հետ, կամ ով խոսեց։ Հիսուս Քրիստոս։ Եբրայեցիս նամակի ամենասկիզբը հետաքրքիր է, երբ որ մենք կարդում ենք, Աստծո խոսքն ասում է, որ ժամանակներից առաջ Աստված խոսեց ում միջոցով, մարգարեների միջոցով, օրենքի միջոցով, բայց այս վերջի ժամանակներում ում միջոցով խոսեց, իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով խոսեց մեզ հետ։ Եվ ստեղ հիմա նորից զգուշացնում է, ասում է, տեսեք, եթե առաջ Մովսեսի միջոցով Աստված տվեց օրենքը, ու որևիցե մեկը այդ օրենքը խախտում էր, չէր ազատվել պատժից, դատապարտություն կրելու էր։ Հիմա ասում է, ինչքանով մենք կարողանանք ազատվենք, եթե հանկարծ ու հանկարծ ինչ անենք, մերժենք այն մեկին, ով որ մեզ հետ խոսեց երկնքից։ Այն ով որ երկնքի մասին է օրինակը բերում, նորից բերում է Սիոնի մասին է խոսում, երկնայինի մասին է խոսում, որ այսօր Տերը մեզ հետ խոսում է։ Խոսում եմ իր խոսքի միջոցով, Հիսուս Քրիստոս խոսեց մեզ հետ, սա էր այն վերջի ժամանակներն իրենց համար, որ այն օրենքը, այն ամեն ինչ որ լսեցիք, հիմա այդ ամեն ինչը ամբողջացավ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մենք լսում ենք խոսքը եւ ինչ ենք կարծում։ Դե խոսք է էլի։ Ինչ որ մի բան է լսեցինք, անցավ գնաց։ Ստեղ զգուշացնում, ասում է զգուշ եղեք։ Եթե տենց վարվեցիք, ինչ եք անելու, դատապարտություն եք կրելու։ Որտեվ նույն Հիսուս Քրիստոսը երկրորդ անգամ երբ որ գա, չի գալու խաչվելու համար, գիտեք։ Գալու է արդեն դատելու համար, որտեվ ասում է ամեն դատաստան տրված է լինելու արդեն Հիսուս Քրիստոսին։ Թե 5 տականում եք շատ անգամներ կարդում, որ Տերն է դատավորը, Սաղմոսների մեջ կարդացեք, կտեսնեք անընդհատ խոսում է դրա մասին, որ Տիրոջն է դատաստանը, Տերն է դատավորը, որ դատելու ամեն ինչ։ Հիսուս Քրիստոսն է մեկը, որ դատելու է թե մեռածներին, թե նաև նրանց, ովքեր որ այս պայդրությամբ ապրում են, այսինքն բոլոր մարդկությունը, բոլոր աշխարհը Աստծո առաջ է կայնելու։ Ու հեղինակը զգուշացնում է, ասում է, ինչ արեք։ Ուշադիր եղեք խոսքին, որտեվ նա է դատավորը։ Նա է դատավորը, ով որ դատավճիռ է տալու, ով որ հաստատելու է, ով որ ասելու է մեղավոր ես, թե անմեղ ես, փրկված ես, թե հավիտյան դատապարտության ես արժանի։ Սաղմոսների մեջ կարդում ենք 9-րդ գլուխ 4-ից 8 համարները, Սաղմոս 9:4-ից 8, Աստծո խոսքն ասում է, որովհետև դու արեցիր իմ դատաստանը ու իրավունքը։ Դու նստեցիր աթոռի վրա, որ ով արդար դատավոր։ Դու սաստեցիր հեթանոսին եւ կորցրիր ամբարշտին, նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտյանից։ Ուշադրություն դարձնում եք ինչ խոսքեր օգտագործում։ Շատ-շատերն ասում են, դե 5 տականի Աստվածը մի տեսակ sense շատ բարկացկոտ Աստված էր, պատիժ էր տալի անընդհատ, չենք տեսնում կարծես այն սերը, որ օրինակի համար նոր կտականում է, բայց սերն տենց բան չկա։ Աստված նույնն է երեք այսօր եւ հավիտյան Աստված չի փոխվել։ Բոլորն անք ովքեր որ այդ տրամաբանությամբ են մտածում, որ 5 տականում կարծես խիստ Աստված էր, բայց նոր կտականում ուրիշ ինչ որ ավելի սիրող բարի Աստված ենք տեսնում։ Կարդացեք հայտնություն գիրքը։ Կարդացեք այն ամեն ինչ որ սպասվում է բոլոր նրանց, ովքեր որ հետ են կանգնելու, ովքեր որ մերժելու են Քրիստոսին։ Կարդացեք ու կտեսնեք, որ Աստված նույնն է, այո, սիրողը, ողորմածը, բայց դրա հետ մեկտեղ արդար դատավոր է,
Որևիցե մեկը չի կարող Աստծո ներկայությամբ մնա։ Ուղղակի պատկերացեք հիմա ժամանակակից, երբ որ դատերը գնում են, դատավորը ներս է մտնում, ինչ են անում, բոլորը պետքա կանգնեն, չէ՞։ Ուղղակի մի պատկերացեք, եթե որոշ մի քանի հոգի տենց անհարգալից վերաբերմունք ցուցաբերեն դատավորին։ Դալիճից դուրս կհանեն, իսկ եթե դատապարտյալը ինքը բավականին լուրջ խնդիրների առաջ կկանգնի, որովհետև ինքնին արդեն իսկ նման վերաբերմունքով ինչ անում, դատավորին իր դեմ է սրում։ Որքան ավելի այն դատավորը, ում առաջ որ բոլորն են կանգնելու, ում առաջ որ դու ոչ մի բան չես կարողանալու թաքցնես։ Դատաստանը սկսվելու է եկեղեցուց, այո, խոսքը չի գնում նրան, որ մենք դատապարտվելու ենք իմ ի նկատի ունեմ հավիտենական կորուս, չէ, բայց մեր արարքների, մեր արածի, մեր չարացի համար, վերջի ժամանակներն ամեն ինչ ի հայտ է գալու, բացահայտվելու է։ Մենք ինչպիսի վերաբերմունք ունենք ընդհանրապես, իր խոսքի առումով, ծառայության առումով, մեր կյանքի առումով։ Շարունակենք Սաղմոս ասում է, թշնամիները վերջացան բոլորովին, դարձան հավիտենական ավերակներ եւ դուք հանդեցիր նրանց քաղաքները, դուք հանդեցիր։ Աստծուն ասում, Աստծո ձեռքում է այդ ամեն ինչը։ Նրանց հիշատակը կորավ նրանց հետ, բայց Տերը կա հավիտյանս հավիտենից, նա իր աթոռը պատրաստեց ինչի համար, դատաստանի համար։ Նա արդարությամբ կդատի այս աշխարհը եւ ազգերի իրավունքը ուղիղ դատաստան կանի։ Որևիցե մեկը չի ազատվելու Աստծուց։ Որևիցե մեկը չի կանգնելու Աստծո առաջ ասի, բա ինչի էս ձև եղավ կամ էսպես եղավ։ Ամեն բան Աստծո առաջ շատ հստակ եւ պարզ է լինելու։ Մենք ինչպիսի վերաբերմունք ունենք։ Գիտեք, դատարանում բացի դատավորից կա մեղադրող կողմը, չէ՞։ Այդ մեղադրող կողմը մեզ համար ով է լինելու։ Սատանան, որը որ ասում է անընդհատ ինչ է անում, խոսում է, բան սարքում է, անընդհատ խոսում է մեր դեմ։ Բայց դատարանում կա եւս մեկ անձ, ինքը կոչվում է դատապաշտպանը կամ մեկը, որ պաշտպանում է այն մեկին, ում որ դատում են։ Մեզ համար մենք այդ միջնորդը ունենք։ Ով է։ Հիսուս Քրիստոսն է։ Նույն Եբրայեցիս նամակի մեջ ինքն ասում, որ ինքը Աստծո առաջ առավոտից իրիկուն ինչ է անում, բարեխոսում է մեզ համար։ Երբ որ մեր հակառակորդը մեր դեմ ասում է, մեր դեմ ներկայացնում է, մենք ունենք բարեխոս։ Դրա համար այո, Ատյանի առաջ կամ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ որոշների համար դա ահավոր օր ալնելու։ Ինչի, որտեվ բարեխոս չեն ունենալու, որևիցե մեկը չեն ունենալու, որը որ կկարողանար այն կատարած մեղքերի համար ինչ աներ, բարեխոսեր, որտեվ Քրիստոսով մենք արդեն իսկ այդ բոլոր արարքների համար Տերը մեր այն դատապարտություն ինչ որ մենք պետքա կրենք, ինքը կրեց ու մեզ ներում պարգևեց։ Մենք այդ միջնորդը, ես այդ միջնորդը ունեմ, թե չէ։ Եթե ես այդ միջնորդն ունեմ, ես նորից չեմ կարա ոչ մի կերպով, ոչ արհամարական կերպով վերաբերվեմ դատավորին, որ հենց ինքն է լինելու։ Ոչ էլ ինչ որ այլ կերպով կվերաբերվեմ իր խոսքին, այլ իր խոսքը ինձ համար շատ կարևոր կլինի, շատ թանկ կլինի, որտեվ հասկանալու եմ, որ իր առաջ եմ կանգնելու։ Այո, ունեմ բարեխոս, բայց ես հասկանալու եմ, որ այդ բարեխոսը ինչ որ պարզ էժան գին չի վճարել։ Իր կյանքն է տվել, որպեսզի ես կարողանամ այդ Աստծո առաջ կանգնեմ։ Դա համար սիրելիներ միշտ այս հարցը, երբ որ մեր առաջ այդ ձևի հարցը ինչ որ որոշումներ կայացնելու, քայլեր անելու, հիշեք մի բան, որ Աստծո ատյանի առաջ այո կայնելու ենք։ Այո, պետքա լուրջ վերաբերվենք, այն ինչ որ լսում ենք, չեն կարող ուղղակի մատների արանքով թողնենք, գնանք ասենք, դե հա, Աստվածը ասեց, դե հիմա ոչինչ։ Ողորմած է ներող, այո, ողորմած է ներող, բայց դրա հետ մեկտեղ արդար է։ Դա համար երբ որ օրինակի համար Կորինթոսում մարդիկ մեղքեր էին գործում, ամեն ինչին թեթև էին նայում, ինչ արեց Տերը, հարվածեց ու իրանց կյանքը վերցրեց։ Նայեք Անանիային, Սափֆիրային։ Երբ որ մենք նման ձևով վերաբերվենք, այս երկրից վրա նույնպես որոշակի պատիժ, որոշակի հետևանք կրելու ենք։ Դրա համար խնդրում եմ ձեր կյանքի, ձեր լսածի խոսքի նկատմամբ լուրջ վերաբերվեք, որտեղ Աստված դատավոր է եւ ժամանակը գալու է բոլորս ենք կանգնելու Աստծո առաջ։ Երկրորդը ինչի պետք է Աստծո խոսքին ուշադիր լինենք, զգուշ լինենք։ Երկրորդը, որտեղ Աստված տիրակալ է։
Եկեք կարդանք 26 համարը։ Եբրայեցիս 12:26։ Որի ձայնը այն ժամանակ երկիրը շարժեց, որ ժամանակի մասին է խոսքը գնում, երբ որ Մովսեսի ժամանակ Սինա լեռան վրա օրենքը տրվում էր, Տիրոջ ձայնը ինչ արեց, ամբողջ աշխարհը շարժեց։ Հիմա էլ խոստում է տալի ասելով, մեկ անգամ եւս կշարժեն ոչ միայն երկիրը, այլ նաեւ երկինքը։ Հիմա սա գալիս ապագայի մասին, սրա մասին կխոսեմ, բայց նախ եւ առաջ ես ուզում եմ կենտրոնանալ ինչի համար ընդհանրապես նորից բերում ֆիզիկական աշխարհը եւ երկինքը։ Ու ինչ ուղղակի Աստված ասում, եթե այն ժամանակ էսի շարժեցի, երկինքն էլ եմ շարժելու։ Ամեն ինչ որ տեսնում եք, շարժելու եմ, ում ձեռքերի մեջ է այդ ամեն ինչը։ Աստծո ձեռքերի մեջ է։ Ոստեղ ինչ է ասում։ Հեղինակն ասում, որ ամեն ինչ որ դուք տեսնում եք, այն ինչ որ տեսնում եք, այն ձեր հեռադիտակներով մաքսիմում որ տեսնում եք, այս ամեն ինչը Աստծո ձեռքերի մեջ է։ Տերը տիրակալ Աստված տիրում է ամեն բան, ամեն ինչ որ դուք տեսնում եք, իրան է պատկանում։ Ուղղակի մի բան պատկերացեք Տիրոջ մեծությունը, չենք կարա պատկերացնենք։ Ուղղակի ֆիզիկապես չենք կարա պատկերացնենք։ Երբ որ գնում ես Վրաստանից դեպի Ռուսաստան ու արդեն մոտենում ես սահմանին, բավականին մեծ լեռնաշղթա է դիմացը ու մեքենայով հենց այդ ամենադիմացը որ նայում ես, հենց ահռելի տպավորությունը, որ զգում ես մեծություն առաջը։ Սարը, որ ասեմ, այդքան էլ մեծ սար է, իրականում չէ։ Բայց այդ տպավորությունը, երբ որ այդքան մոտենում ես, մեծը ահռելի է։ Հետ ամեն ինչը ոչինչ է Աստծո ներկայության ու Աստծո մեծության առումով։ Ոչինչ ուղղակի 0 է։ Այսօր մարդիկ կարողանում են հեռադիտակներով այլ համաստեղություններ տեսնել, ինչ որ նոր մոլորակներ են տեսնում, ինչքան հեռադիտակները ուժեղանում են ավելի են տեսնում, Աստծո խոսքն ասում է ուղղակի մի բռի մեջ այդ ամբողջ տիեզերքը Տիրոջ ձեռքի մեջ է։ Տերն է այդ ամեն ինչի արարիչը երկնքի ու երկրի ու մենք ինչ ենք անում, նորից մենք կարծես, չգիտեմ, մրջունել չենք։ Բայց մենք այդքան կարծես դուխ ունենք, այդքան խիզախություն ունենք, Աստծո առաջ կանգնելու, արհամարելու իր խոսքը, արհամարելու այն ամեն ինչ որ ինքը արել է։ Մի փոքր մի հատ ալիք Աստված բարձրացնում, ուղղակի քաղաքներ են, որ սրբվում են ծովով։ Չգիտեմ, մի փոքր շարժում է, երկրաշարժ ալնում, քաղաքներ են, որ հավասարվում են գետնին։ Մենք երբանից կսկսենք տեսնել, հասկանալ Տիրոջ մեծությունը։ Մենք երբանից կսկսենք ուղղակի պատկերացնել, թե ում առաջ ենք մենք կանգնում։ 5 կտականը նայեք, քանի անգամ որ Տերը հայտնվում էր, ուղղակի այդ մարդիկ սարսափում էին, ասում են վերջ, մեռա։ Աստծո առաջ եմ կանգնել, Աստծուն եմ տեսել, ուղղակի չեմ կարող կենթանի մնամ։ Մինչև որ մենք չգիտակցենք Աստծո մեծությունը, մենք լուրջ չենք վերաբերվի ոչ իր խոսքին, ոչ այն ամենին, ինչ որ ինքը մեզ պատվիրում է ու ասում է։ Էլի մեզ համար դառնալու ընդհանրապես խաղապար։ Հрьяաների համար վերջին զգուշացումներ։ Եթե մնում եք հուդայականության մեջ, ձեր գլխին դատապարտություն եք բերելու այն Աստծուն, որ դուք կարծես պաշտում եք, այդ Աստվածը ձեզ դատելու է ու շատ խիստ է դատելու։ Որտեղ ասում է վայ նրան, ով որ ինչ կանի, կտրորի այն զոհը, որը որ ձեզ համար տրվեց։ Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը գնում։ Ինչու որտեղ լսել էին ավետարանը, լսեցին Քրիստոսի մասին, հիմա նորից ուզում էին հետ վերադառնալ իրենց կյանքին։ Չես կարա Քրիստոսի հետ լինես ու նորից հետ վերադառնաս այն կյանքին, որով որ ապրել ես։ Չես կարա ուղակի։ Խոսքս նորից չի գնում սրբության մասին, որովհետեւ մեկ իր կյանքում սրբության չի հասնելու։ Ես սրբության չեմ հասել։ Ես մեղքեր գործում եմ, սխալվում եմ, բայց այո, ցավ եմ ապրում դրա համար։ Այո, պետքա պայքարենք, պետքա աղոթենք, պետքա աղերսենք Տիրոջը, որպեսզի ուժ տա այդ ամեն ինչից ձերբազատվելու։ Մենք մեր ուժերով չենք կարա դրանից ազատվենք։ Իրապես շատ թույլ ենք, տկար ենք։ Բայց ես ուզում եմ, որ մենք քայլեր անենք այդ ուղղությամբ։ Չլինի թե հանկարծ մեր կյանքում մեղքեր լինեն, բաներ լինեն, որոնք որ մենք ուղղակի թեթև ենք նայում։ Դրա համար էր Եբրայեցիս նամակի հեղինակն ասում, չեմ տեսնում, որ արյուն թափելու չափ, կռիվ թափելու չափ պայքարում եք մեղքի դեմ, չեմ տեսնում։ Պետք է սթափվենք սիրելիներ։ Եսայա մարգարեն 40-րդ գլխում 28 համարն ասում է.
Միթե չգիտես կամ չես լսե, որ հավիտենական Աստված Տերը արարիչը երկրի ծայրագուն սահմանների։ Ասում արդյոք չես լսե, որ այն սահմանները, որ ասում է ծայրագույն, այն ինչ որ դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, ծայրից ծայր Աստված արարիչը ինքն է սահմանել այս ամեն ինչը։ Նա չի հոգնել եւ չի թուլացել, նրա հանճարը անքննելի է։ Ոչ Տիրոջ ուժն է փոքրացել, ոչ Տիրոջ կարողությունն է քչացել, ոչ Տերն է փոխվել, որևիցե բան չի փոխվել։ Ուղղակի մենք ենք մի քիչ կարծել, չգիտեմ, մեքենաներ ունենք արդեն, մի քիչ ժամանակակից ենք դարձել, մի փոքր զենք ենք հզոր ստեղծել ու կարծում ենք վերջ։ Մարդ արարածը դարձել է ամենահզոր մեկը կամ ամենայեսի ինչը։ Բայց Տիրոջ առաջ, նույնիսկ բնության առաջ այն բնությունը, որ Տերը ստեղծել է, ոչ մի ամենալավագույն բանը ուղղակի մարդու չի կարա դրա դեմ պայքարել։ Ով ենք մենք, ով է մարդը, որ կարողանա Տիրոջ առաջ կանգնի, հասկանալով, որ այս ամեն ինչ որ տեսնում ենք, Տերն է, Տիրոջ ձեռքերն են, Տերն է ստեղծել, Տերն է արարել։ Գիշեք, աշակերտները նավի մեջ են, Հիսուս Քրիստոս քնած է ու մի փոքր քամի է բարձրանում։ Ու այն աստիճան դե ձկնորս են, էլի առաջի անգամ չի։ Վստահ ամբողջ կյանքը անցկացրել են այդ լճի կամ ծովի վրա, ասենք։ Բայց քամի է բարձրացել այն աստիճան, որ խեղդվում են։ Արթնացնում են Քրիստոսին, ասում են հոգը չէ, խեղդվում ենք։ Ինչ է ասում։ Քրիստոս ասում է մի վայրկյանում սաստում է ամեն ինչը։ Զարմացան, ասում է վախեցան, ով է նա, որ կարողանում է բնությունը այս մեկ խոսքով հնազանդվում է այս ամեն ինչը իրան։ Աշակերտներն չէին պատկերացնում ոնց կարող է այդ ձևի բան լինի։ Ինչ է կարծում, Քրիստոս փոխվել է։ Աստծո ձեռքերում չի է, ձեր մարմինը ում ձեռքերում է։ Դուք եք կառավարում ձեր սիրտը։ Դուք եք անընդհատ ասում խփի, մի խփի, այսինքն այդ շարժումը դուք եք անում, կամ քնած ժամանակ դուք եք ձեզ թելադրում, շնչեմ թե չշնչեմ։ Չէ, այս ամեն ինչը Տերը այնպես է սահմանել ու իր ձեռքերին է։ Ինչ է կարծում, որ մեր մարմնի մոլեկուլները պետք է իրար հետ լինեն։ Ով է դա ասե։ Ով է դա սահմանը։ Ով է սահմանը, որ երկնքում մենք հիմա պետք է օդ ունենանք շնչելու։ Ով է այդ ամեն ինչը ասը։ Ով է սահմանը։ Գաղատացիս նամակի մեջ ասում է ամեն ինչ պահվում է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այդ ամեն ինչը, նույնիսկ ձեր մարմնի ամեն մի մոլեկուլը պահվում է Քրիստոսի միջոցով։ Ամեն ինչն է պահվում Քրիստոսի միջոցով։ Իսկ մենք պայտակետի մոռանում ենք, մտածում ենք մենք ինչ որ բան ստեղ, մենք ենք կենտրոնը։ Հետաքրքիր է, եթե կարդաք Ղուրանն ասում է, որ ամեն ինչը պատտվում է երկրագնդի կենտրոն, այսինքն կենտրոնում երկրագունդն է, ամեն ինչը պատտվում է մեր շուրջը։ Ինչի որտեղ այն ժամանակ էլ որոշ մարդիկ մտածում են, որ ամեն ինչը չգիտես ինչի մեր շուրջը պետք է պատտվի։ Ընտանիքում այն ովքեր որ փոքր երեխա ունեն, գիտեն, որ երեխեք այդ նույն տրամաբանությամբ են մտածում, որ ընտանիքում ամեն ինչը պետք է ում շուրջը լինի, իրանց շուրջը լինի։ Ինչ ուզում են, հենց հիմա ու հենց այդ վարկային պետք է լինի։ Ու այն փոքր աղջիկս այդ նույն տրամաբանությամբ է շարժվում։ Այսօր վերցրել էր մի մեծ մատնաքաշ, ասեն սեղանից ու կծելով ուտում էր։ Ու վերցեցինք մի կտոր պոկենք, всё, հիստերիկությունը կապեց, վերջ, այդ իմ մի մատնաքաշից ով իրավունք ուներ վերցնելու։ Հետո լացեց, մի քիչ հետո տեսավ չէ շատ այդքան չի կարա ուտի, արդեն ինքն էր բերում մի պուճուր տալիս էր, որ վերցրեք, էլի, ես արդեն իմ տարածքը հերիք է այսքանը գտամ։ Ինչի որտեվ այդ է մտածում ու երեխեն նման ձև է մեծանում։ Եվ այո, կամած դաստիարակում ես, սովորեցնում ես, որ չէ, տենց չի։ Տենց չի սիրելիս, ամեն ինչը քո շուրջը չի պատտվում։ Մենք շատ անգամներ այդ տենց են կարծում։ Մենք կարծում ենք, որ ամեն ինչը մեր շուրջը պետք է պատտվի, ու Աստված էլ մեր գրպանի Աստվածն է, ոնց ասեմ, տենց էլ պետք է լինի։ Աստված չի, որ անի այն ինչ որ մենք ենք ուզում։ Աստված է, որ անում է այն ամենը, ինչ որ ինքն է ցանկանում ու անում է իր փառքի համար։ Դա է ճշմարիտ Աստվածը։ Մնացածը ուղղակի գրպանային աստվածներ են, որ մարդն է ստեղծել։ Իր համար հարմար աստվածներ է ստեղծում։ Դրա համար էլ Պողոս Արաքյալն ասում է ժամանակը գալու է վերջի, որ մարդիկ իրենց համար հարմար վարդապետություն են հորինելու։ Ու այդ վարդապետությամբ էլ իրանց կյանքը առոք փառոք իրանց տրամաբանությամբ ապրելու են։ Չէ՞ սիրելիներ։
ամեն ինչ որ տեսնում ենք եւ այն ինչ որ չենք տեսնում։ Տիրոջն է պատկանում, Տերն է տիրակալը եւ ամեն բան իրանով է պահվում։ Մի վարքյան ուղակի մի ակնթարթ Տերը չպահեց, ուղղակի ամեն ինչը ոչնչանալու է, քաոսի է վերածվելու։ Ամեն վարքյանը դա Տիրոջ ողորմությունն է։ Երրորդը, ինչի պետք է Աստծո խոսքը լսենք։ Ինչի պետք է Աստծո խոսքը մեզ համար կարևոր լինի։ Ինչի որտեվ եթե ինքնա Տերը այս երկրից ամեն ինչի, նաև ինքնա Տերը ապագայի։ Շարունակենք կարդալը։ 27 համարը։ Բայց մեկ անգամ եւսը ցույց է տալիս, որ շարժված բաները իբրև արդեն կատարվածներ պիտի փոխվեն։ Շարժված բաներն ինչն էր, ինչը շարժվեց։ Երկիրը շարժվեց։ Ստեղ ասում է, այս եւսը կամ այն ինչ որ այս պայդրությամբ շարժվեց, Աստված ցույց տվեց, որ այս ամեն ինչը ինչ է լինելու, փոխվելու է, այս ամեն ինչը վերանալու է։ Որպեսզի անշարժ բաները մնան, անշարժը որն էր, երկնայինը, այն ինչ որ Տերը հաստատելու էր։ Հիշում եք Սիոնը, մեկ է Սինան։ Սինան շարժվեց ի նշան նրան, որ այս ֆիզիկականը ամեն ինչը զրոյանալու է, բնաջնջվելու է, վառվելու է։ Բայց այն ինչ որ Տերը առաջարկում է, երկնայինը, հավիտենականը մնալու է մնայուն ու հաստատուն։ Մենք այս կյանքը ապրելով արմատներ ենք գցում երկրից վրա։ Կարծում ենք հավիտյան ապրելու ենք։ Նույնիսկ Եհովայի վկաները քարոզում են, ասում են, այս երկրի վրա լինելու հավիտենականությունը ստենք անելու։ Բայց խղճուկ են այդ բոլոր մարդիկ, ովքեր որ իրենց կյանքը կապում են այս ֆիզիկականի հետ։ Որտեվ Աստված շատ հստակ ասում է, որ այս ֆիզիկականը ամեն ինչը կրակով այրելու է, ամեն բան վերանալու է, ոչ մի բան չի մնալու։ Ամեն բան վերանալու է։ Հազարամյա թագավորությունից հետո, երբ որ վերջնական դատաստանն է լինում, կարդալում ենք, որ շատ հստակ Տերը ինչ անելու, նոր երկիր ու նոր երկինքը հաստատելու։ Երկրորդ Պետրոս 3-րդ գլուխ 10-13 համարներն եմ ուզում ընթերցեմ։ Երկրորդ Պետրոս 3-րդ գլուխ 10-13։ Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, այդ ժամանակ երկինքը ուշադրություն դարձեք, շարաչյունով պիտի անցնի։ Որ երկնքի մասին է խոսքը գնում, ինչ որ մենք տեսնում ենք։ Իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն։ Երկնային մարմինները որոնք են։ Աստղերը, բոլոր մոլորակները, ամեն ինչ ասում է, պետքա վառվեն, պետքա քանդվեն։ Ուղղակի մի պա պատկերացեք այդ ուժը։ Մի պա պատկերացեք Տիրոջ զորությունը, որ մոլորակները, այդ ամեն ինչ ասում է, պետքա քանդվի, պետքա հալվի։ Եվ երկիրը ու նրա վրա եղած գործելներ պիտի այրվեն։ Քանի որ այս ամենը պիտի քանդվի, դուք սուրբ եւ աստվածապաշտ վարքի մեջ ինչպիսին պիտի լինեք, սпасելով եւ ջանալով ինչ անել, հասնել Տիրոջ գալստյան օրվան։ Ում է խոսքը ուղղում, հավատացյալներին։ Եթե որոշների համար դա ահավոր մի սարսափելի օր է լինելու, վերջին դատաստանի օրն է լինելու, երբ որ հայտարարվելով որ վերջ, հավիտյան բաժանում, հավիտյան դատապարտություն, մենք ինչ ենք անելու, ասում է ջանալով, մենք սпасելու ենք այդ օրվան, երբ երկինքը կրակով բռնված պիտի քանդվի եւ երկնային մարմինները հրկիզվելով պիտի լուծվեն, բայց մենք նրա խոստման համաձայն ուշադրություն դարձրեք, ում խոստման համաձայն, Հիսուս Քրիստոսի, Հիսուս Քրիստոսի խոստման համաձայն նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարությունն է բնակվում։ Մեր ապագայի Տերը Աստված է։ Եվ այո, ապագայի գալիքը, ապագային ինչ որ տեղի ունենոր, արդեն իսկ Աստված հաստատել է, արդեն իսկ Աստված ասել է։ Այն ժամանակ, երբ որ նոր ամեն ինչը Տերը արարեց, Աստված գիտեր ինչա լինելու, այդ ամեն ինչը հայտնել էր։ Հայտնել էր իր մարգարեությունների միջոցով։ Եվ ստե հեղինակն ինչ ասում, ասում է, ինչ որ Տերը շարժեց, այն ինչ որ ցույց տվեց, որ այս ամեն ինչը անցնելու է, այս ամեն ինչը անցողիկ է։ Հիմա մենք ինչ ենք ուզում, նորից մեր կյանքը կապենք այս հողի հետ։ Որ ուղղակի այս ամեն ինչը ոչնչանալու է, ամեն ինչը անցնելու է, գնալու է։ Չգիտեմ այդ հողը ինչ ուզում եք կապեք, նյութականը։ Ոսկին ասում է ժանգն է ուտելու։ Իսկ մարդու շորը, հագուստը
ցեցն է ուտելու։ Դեք այն ժամանակվա համար մարդկանց հարստությունը այդքանով սահմանափակվում էր։ Ոսկին ընդհանրապես ժանգը չի ուտում։ Գիտեն, դրա համար էլ ինքը թանկարժեք է համարվում։ Ну, հա, ամեն ինչն էլ մաշվում է իրականում։ Բայց ստեղ, երբ որ այդ խոսքերն ասում է, ինքը սենց սարկազմ ունի իր մեջ, որ դուք կարծես հույսն հետ կապել եք ոսկու հետ, բայց այդ էլ է անցնելու գնալու։ Ձեր համար թանկարժեք այդ ժամանակ այդ հագուստը, դե այն ժամանակ շատ հագուստ չունեն, հիմա է դարել զարգացել ենք այդ առումով 1, 2, 3, 10 հագուստ ունենք։ Այն ժամանակ մարդ 2 հագուստ ուներ, դա արդեն բավականին հարստություն էր։ Ասում է, այդ էլ ցեցն է ուտելու։ Ինչ եք ունում։ Ինչ եք ունենալու։ Մերկ եկել եք, մերկ է գնալու եք։ Ոչ մի բան ձեզ հետ չեք տանելու։ Կարդացեք ժողովող գիրքը, սիրում եմ այդ գիրքը ու ժամանակ առ ժամանակ նորից սկզբից մինչև վերջ անցնում եմ։ Կարդացեք ու տեսեք Սողոմոնի կարծես այդ հիասթափությունը, որ ամեն ինչին հասավ, ամեն մի փառք ասում այն ինչ որ սիրտս ցանկացավ, արել եմ, ինչ ուզել եմ, ունեցել եմ։ Ասում այդ ամեն ինչից հասկանում եմ մի բան, որ ամեն ինչ ունայնություն է, ունայնության։ Ամեն ինչ անցողիկ է, մեր ապագան կապված Աստծո հետ։ Դրա համար մի պարզ բան ասում է, այսօրվա իմ վայելել են պարզ դաժե հաց ուտելը, ումից է կախված, Աստծուց է կախված, որ այդ պարզ հացը ուտեմ ու վայելեմ, որտեվ կարաս ամեն ինչ ունենաս, ամենահարուստ սեղաններն ունենաս, բայց երբեք չվայելես։ Դա համար Ղուկասի ավետարան 12-րդ գլխում կարդում ենք հարուստի առակը։ Վստահ եմ հիշում եք այդ, գիտեք այդ առակը։ Ղուկաս 12:16-ից 21 համարներն են։ Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. մի հարուստ մարդու առատ պտուղ տվեց, նա ինքն իրեն մտածում էր ու ասում. ինչ անեմ, տեղ չունեմ, որ պտուղներն այստեղ հավաքեմ, եւ ասաց. այս կանեմ, իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծը կշինեմ եւ ամբողջ բերքն ու բարիքը այստեղ կամբարեմ։ Վատ բան է մտածում մեծ հաշվով։ Չէ։ Մտածում է տրամաբանություն է, ահագին բերք ունեմ, այդ բերքի համար տարածք պետքա գնեմ, մեծացնեմ, բիզնեսս պետքա զարգացնեմ։ Նույնտեղ մնալը իմաստ չունի, պետքա զարգանանք, պետքա առաջ գնանք։ Ինչի համար է դրանից հետո Տերը իրան հիմար անվանում։ Սրանից հետո, որտեղ ուշադրություն դարձեք խոսքերը։ Եվ ինքս ինձ կասեմ, ով մարդ շատ տարիների համար ամբարած բազում բարիքներ ունես։ Հանգստացիր, կեր խմիր, զվարճացիր։ Այսինքն սա խնդիրը այն չէր, որ մարդը աշխատում էր, մարդը փորձում էր ինչ-որ մի բան, այլ խնդիրը նրա մեջ էր, որ ինքը չգիտես ինչի կապել էր իր կյանքը այդ հարստության հետ։ Հիմա ասում է ամեն ինչ ունեմ, երկար տարիներ կարամ ինքս ինձ համար առօգ-փառօգ ապրեմ, ոչ մի խնդիր չունեմ։ Ապագայիս առումով արդեն ապահովագրված եմ։ Խեղճ մարդը չգիտեր, որ մեր ապագան, մեր մյուս վարկյանը մեր ձեռքերում չի։ Աստվածը Տերը մեր ապագայի, Աստվածը Տերը ամեն մի վարկյանի, որ մենք ապրում ենք։ Դա համար Տերը ինչ է ասում, բայց Աստված նրան ասեց անմիտ, անմիտ հիմար, ինչի վրա ես հույսը դրել, որն է քո կյանքիդ հույսը, այս երկիրը, այս հողը, թե եկող վարկյանը, որ քո ձեռքում չի, թե քո կյանքը, որ քո ձեռքում չի, թե քո առողջությունը, որ քո ձեռքերում չի, ոչ մի բան մեր ձեռքերում չի սիրելներ։ Հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են։ Ինչ որ պատրաստել ես, ումն է լինելու, հասկանում եք հարցը։ Այսինքն այդ կյանքը տվեցիր, դրա մեջ ներդրեցիր։ Հասան ինչ որ հաջողությունների, վաղ Աստծո առաջ ես կանգնելու, այդ ում համար էր պետք։ Որտեվ երկնքում չեք մտածելու ձեր ծնողների կամ ձեր երեխաների կամ ձեր հարազատների ինչ թողեցիք, գիտեք, շատ-շատերը սենց են ասում, դե մահից հետո կարևորը մենք ինչ կթողնենք մեզնից հետո։ Մեզնից հետո մեզ էլ չի հետաքրքրելու ինչ ենք թողել, ինչ չենք թողել, որտեվ Աստծո առաջ ենք կանգնելու ու պետք է պատասխան տանք։ Եթե միջնորդ ունեցանք, Քրիստոսին ունեցանք, կյանք կունենանք։ Եթե չունեցանք, չի հետաքրքրելու, ինչքան բարիք եք արել, ինչ եք արել, նույնիսկ չեք էլ մտածելու ձեր երեխաների համար ինչ եք թողել կամ ինչ չեք թողել։ Մենք նախ եւ առաջ պետք է հասկանանք, ես այսօր Աստծո առաջ կարողանամ պատասխան տամ, ինչ որ բան կարողանամ ասեմ, թե չէ։
Եթե նույնիսկ Քրիստոսին ունեմ, այսօր իմ քրիստոնեական կյանքը ես ինչի վրա եմ ներդրում անում։ Սիրելիներ, չեմ ուզում դուք ինձ սխալ հասկանաք։ Այստեղ խնդիրը աշխատելու մեջ չի։ Աստծո խոսքը շատ հստակ ասում է, ով որ չաշխատի, թո չուտի։ Այն ով որ աշխատում է ու Տերը կանչում է, որ մենք պետքա քրտնաջան ու արդար կերպով աշխատենք։ Այստեղ խնդիրը նրա մասին է, որ մենք ինչքանով ենք մեր ապագան կապում նրա հետ, ինչ որ մենք ստանում ենք։ Ինչքանով է մեզ համար դա դառնում ապահովություն։ Դա կարող լինի ուսումը, դա կարող լինի մեր շրջապատը, մեր ընկերները, մի պարզ բան հասկացեք։ Ապագայի Տերը մենք չենք։ Վաղվա Տերը մենք չենք։ Վաղվա Տերը Աստված է։ Եվ այսօր այն ինչ որ անում եմ, պետք է ասեմ, Տեր, եթե կամենաս, սա կանեմ։ Եթե կամենաս, եթե թույլ կտաս, սա էլ կանեմ, ինչպես որ Հակոբոսն է ասում։ Մի ասեք կգնամ այս երկիր, կաշխատեմ, այս կանեմ, այն կանեմ։ Ասում ասեք, եթե Տերը կամենա ու ազնիվ կերպով ասեք, մի ուղակի բառեր ասեք, կենացի մակարդակ թո չլինի։ Դե Տեր Աստված թո քո կամքը տլին, բայց մենք գնում ենք մեր ուզածով ենք անում։ Իրապես փափագեք Տիրոջ կամքի մեջ անելու։ Այն ամեն ինչ որ անում եք, տեսեք ինչքանով է նպաստում Տիրոջի գործին։ Ինչքանով է այն կանչվածությունը, ինչի մեջ որ Տերը ինձ կանչել է, համապատասխանում են գործին, ինչին որ ես անում եմ։ Մի քանի օր առաջ ընկերներից մեկի հետ էի խոսում, մի քանի sense առաջարկություն արեց գործի, բանի հետ կապված, ասես ճիշտ է, բավականին ժամանակ է լինելու, հիմա չեմ ասելու թվեր, բաներ, բայց հետաքրքիր թվեր էր աշխատավարձի տեսանկյունից։ Մի պահ sense ականջը տարվում է, սկսում ես մտածել, բան, բայց հետո ասում ես, Տեր, բայց եթե այդ ժամանակը, այդ ամեն ինչը ես ինձ համար եմ ասում, տալու եմ դրան, բա մնացած ինչի մեջ որ ինձ կանչել ես, որն է ինձ համար այս պայդրությամբ, որն է քեզ համար առաջնայինը կարևորը։ Արդյոք սոված եմ, չէ։ Արդյոք երեխեքս չգիտեմ, ինչ որ բանի կարիք ունեն, հագուստի կամ ուտելիքի կամ ինչ որ բանի տեսանկյունից, չէ։ Վաղվա օրն էլ քո ձեռքերի մեջ ասենք, հիմա դրա մեջ ներդրում անեմ, այդքան տարիներ կյանքից նվիրեմ ինչ որ մի բանի, որ հետո արդյունքը, չգիտեմ, գուցե ինչ որ մի բանի կհասնեմ, բայց ինչ եմ դրանից ստանալու։ Ինչ եմ կորցնելու եւ ինչ եմ դրանից ստանալու։ Միշտ ուղակի դուք ինքներդ դրեք, քննեք, տեսեք, ինչ եք ստանում եւ ինչ եք կորցնում։ Ամեն ինչի մեջ ինչ կստանամ եւ ինչ կկորցնեմ ու նայեք այդ հոգեվոր շրջանակում կկարողանաք ճիշտ կերպով հասկանալու որն է կարևոր, որն է առաջնային է։ Այս կյանքը հիշեք, չեք կարող վայելեք առանց Աստծո։ Ուղղակի չեք կարող վայելեք։ Ոչ մի բանը չեք կարող վայելեք, եթե Տիրոջ կամքը չլինի դրա մեջ։ Նույնիսկ ամենահարուստ մարդը լինեք աշխարհիս վրա։ Վերջացնում եմ, սիրելիներ։ Ամենավերջում հեղինակը նորից հիշեցնում է, ասում է, ինչի պետք է լսենք Աստծո խոսքին, որտեղ ասում է Աստված ահարկու է, Աստված մաշող կրակ է։ Կարդանք վերջի համարը 28-29։ Ուստի անշարժ թագավորությունը ընդունած լինելով ինչի մասներ խոսքը գնում։ Անշարժ թագավորությունը ումից էր գալիս։ Քրիստոսից։ Այն Քրիստոսից, որը որ Սիոնն էր, որը որ ներկայացնում, ասում է, եթե ընդունել ենք անշարժ թագավորությունը, որը որ մնայունն է, հավիտենականն է, ինչ անենք, լինելով ամուր, պահենք այն շնորհը։ Տիրոջ շնորհի միջոցով ենք, որ կարողանալու ենք հոգևոր կյանք ապրել ու իր մեջ մնալ։ Եթե Տիրոջ շնորհը չլինի, որևիցե մեկս հոգևոր կյանքում չի կարա մնա։ Դրա համար ասում է, ընդունել եք ամուր բռնեք այն շնորհը, որով որ փրկվեցիք, որով որ այդ անշարժ թագավորության մեջ եք։ Հիսուսը որ եկավ ինչ էր քարոզում, ասում են ապաշխարեցեք, որտեվ երկնքի թագավորությունը ինչ է, մոտ է ձեզ, մոտ է այդ խոսքը մնում է ընդունենք, ընդունեցինք, ամուր պետքա բռնենք, հիմա ուշադրություն դարձեք շարունակությունը։ Դրա հետևանք ինչ պետքա լինի։ Պետքա հաճույքով պիտի ծառայենք, ասում շարունակություն դարձեք հաճույքով, բայց դրանով չի ավարտում։ Դրանից հետո ասում է ահով ու երկյուղացությամբ։ Ինչի նորից ուզում է, որ մենք շատ հստակ գիտակցենք, որ այո, այդ ծառայությունը Տիրոջ ծառայելը մեզ համար հաճելի է, բայց ես պետք է հասկանամ ում եմ ծառայում։
Ես պետք է հասկանամ, թե ում եմ պատկանում, Տերերի Տիրոջը ամենակարող Աստծուն, ում ձեռքերում է ամեն բան, ու ինքը դրանից հետո ասում է ինչու, որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։ Գիտեք, շատ չեք լսի նման քարոզներ, դել եմ ասում, ցավով եմ ասում, շատ շատերը այսօր խոսում են Տիրոջ սիրո մասին, Աստծո սիրո մասին, ու դրա համար մեր պատկերացումը Աստծո մասին դարել են ինչ-որ փոքր մի բան։ Այն աստիճան, որ շատ-շատերն ասում են, կարծես Սատանան ավելի ուժեղ է, քան Աստված, կամ հավասարազոր են դնում, կարծես Սատանան պայքարում է Աստծո դեմ։ Սատանան որևիցե բան չի կարող Աստծո դեմ անի, որևիցե բան։ Որևիցե մեկ Աստծո դեմ որևիցե բան չի կարող անել։ Ոչ մի բան, որտեվ այն ամեն ինչ որ ասում եմ, գոյություն ունի շատ մեծ հստակ տարբերություն։ Գոյություն ունի արարիչ եւ գոյություն ունի արարչագործություն։ Արարչագործությունը որևիցե կերպով չի կարող որևիցե բան անի այն արարչին, որ այս ամեն ինչը արել է։ Դրա մեջ կմտնեն թե Սատանան, թե դևերը, որտեվ ընդամենը մեկ հրեշտակ Կարդում ենք հայտնության գրքում, որ 1000 տարով կապում է Սատանային։ Մեկ ընդամենը հրեշտակ։ Իսկ մենք ինչ ենք ասում, մեր կյանքում ինչ խնդիրներ են լինում, դժվարություններ են լինում, մոռանում ենք, ասում ենք, վայ Սատանան էս արեց, այն արեց, այն արեց։ Սատանան անում է այն, ինչ որ Տերը թույլ է տալիս։ Դրա համար եմ ասում, զգուշացեք կենթանի Աստծուց։ Զգուշացեք այն մեկից, ով ասում է, ոչ թե ձեր մարմինը կարա վնասի, այլ նրան, ով որ ձեր հոգին իրավունք ու կարողություն ունի գեհենը գցելու, իրանից վախեցեք, իրանից սարսափեք, իր համար ծառայեք, ձեր կյանքը նվիրեք այդ Աստծուն։ Մի քանի համար կկարդամ ու կվերջացնեմ նույն Ելից գրքում 24-րդ գլուխ 17 համարում, երբ որ տեսնում ենք, ասում է Տիրոջ փառքի տեսիլքը լափող կրակի պես էր լեռան գագաթին։ Իսրայելի որդիների Աստծո առաջ։ Երբ որ այս ամեն ինչը տեսնում էին, Տիրոջ զորությունը ֆիզիկական կերպով էր ընդհանրապես արտահայտվում։ Սարսափել էր ժողովուրդը։ Բայց այո, սենց տերմինները, սենց բառերը Աստված օգտագործում։ Երկրորդ Օրինաց 4-րդ գլուխ 24 համարը, որտեվ քո Տեր Աստվածը լափող կրակ է, նա նախանձոտ Աստված է։ Էլի սենց պարզ թեթև բառեր չեն։ Երկրորդ Օրինաց 9-րդ գլուխ 3-րդ համարը։ Արտիմացիր այսօր, որ քո Տեր Աստվածը ինքը կգնա քո արջևից, որպես լափող կրակ։ Նա կորստյան կմատնի ու կնվաճի նրանց քո առաջ, եւ դու նրանց կհալածես ու շուտով կբնաջնջես, ինչպես որ Տերը ասաց քեզ։ Նպատակս ո՞րն է ընդհանրապես, որ խոսում է եւ հեղինակի նպատակը ո՞րն է։ Նպատակս այն չի, որ մենք ուղղակի վախենանք։ Գիտեք, կաթոլիկները, երբ որ ուզում էին շատ գումար հավաքեն, կազմակերպում էին մի թատերական սենց ներկայացում։ Յուղացիներին մարդկանց հավաքում էին ու ներկայացման մեջ ներկայացնում էին դժոխքի կրակները, այնտեղ մարդիկ վառվում են, գոռում են, այդ էմոցիաների վրա ասում են, ունենք ինդուրգեցիաներ, այսինքն թղթեր էին Հռոմի պապի կողմից ստորագրված, որ կարակ առնեք ու ձեր մեղքերին թողություն կլինի։ Այսինքն օգտագործում են այդ էմոցիոնալ դաշտի վրա, որ սենց մարդիկ սարսափած, իրանց գումարը տանեին տային ու կարծես փրկություն ստանային։ Կարծես ինչ որ մի բան առնեին, որ լավ գոնե մի քիչ կտանջվենք, էլի իրանց մոտ այդ խավարան հասկացողությունն է։ Քանի տարի կտանջվես դժոխքում, հետո վերջը կսրբվես ու կգնաս Աստծո մոտ։ Այս քարոզը կամ այս զգուշացումը դրա համար չէր։ Սա ոչ թե ես ուզում եմ, որ դուք ուղղակի էմոցիոնալ առումով ասենք, որ մենք վախենանք ու դրանից ելնելով խոսքը լսենք կամ բան, ես ուզում եմ, որ մենք գիտակցենք։ Գիտակցենք Աստծո մեծությունը։ Գիտակցենք, որ այո, Աստված դատավոր է։ Աստված է, որ դատելու է ամեն բան։ Գիտակցենք, որ ամեն ինչ, որ տեսնում ենք, ինքն է արարել, իրան է պատկանում։ Մենք իրան ենք պատկանում, ինչքան էլ որ դա ընդունենք, թե չընդունենք։ Աթեիստն էլ որ չի ընդունում, աթեիստի մարմինն էլ, աթեիստի կյանքն էլ Տիրոջ ձեռքերի մեջ է։ Ես ուզում եմ, որ մենք գիտակցենք, որ մեր ապագան նույնպես այդ նույն Աստծո ձեռքերում է։ Եվ այո, այդ ամեն ինչից մեկտեղ պետք է գիտակցենք, որ
իր սրբության, իր կատարելության մեջ մենք չենք կարող մեկ վայրկյան էլ անգամ մնանք, եթե չունենանք միջնորդ, եթե չունենանք Հիսուս Քրիստոսին, որով որ այո կյանք ունենք եւ այո որի միջոցով հնարավորություն ունեցանք մտնելու Տիրոջ ներկայության մեջ։ Դրա համար հрьяաների համար սա անհնարին մի բան էր, որտեղ իրենք գիտեին, որ Տիրոջ ներկայության մեջ որևիցե մեկը իրավունք չունի մոտենալու։ Բայց մենք այսօր այդ հնարավորություն ունենք։ Տիրոջ գառան միջոցով, Քրիստոսի միջոցով, իր արյան միջոցով իր առաջ գալու, աղոթելու։ Բայց ես չեմ ուզում, որ այս շրջանակում դուք Աստծուն ցածրացնեք։ Ես չեմ ուզում, որ ձեր պատկերացումը Աստծո նկատմամբ շատ փոքր լինի։ Հիշեք մի բան. Աստված Տերերի Տերն է, ամեն իշխան է, ամեն բան իրանա պատկանում, ամեն ինչ իրենով է պահված ու իր համար է, իր փառքի համար է։ Մենք այո ծառայում ենք այդ Տիրոջը, իր ստրուկներն ենք, իր ծառաներն ենք։ Ու այդ ընտրությունը մեզ տալու է խաղաղություն, հանգստություն եւ անելու ենք այն ինչի համար, որ Տերը մեզ արարել է ու ստեղծել է։ Դա համար եկեք հետևենք այդ ձևի Աստծուն։ Եկեք պաշտենք այդ ձևի Աստծուն։ Եկեք խոսքը մեզ համար այդ ձևի կշիռ ունենա, որ այո երկյուղով ծառայենք իրեն, երկյուղով եւ հաճույքով, ինչպես որ գրված էր խոսքի մեջ։ Ու այդ ժամանակ, երբ որ մենք Աստծուն իր տեղը կդնենք, մենք էլ մեր տեղում կլինենք։ Ոչ մեր մասին ինչ որ մեծ բաներ կմտածենք, ոչ էլ ծառայության մեջ ինչ որ ուրիշ բաներ կմտածենք։ Միշտ կնայենք մեր հայացքը Քրիստոսին ու կանենք այն ինչ որ ինքն է ուզում, ոչ թե այն ինչ որ մենք ենք ուզում։ Համար եկեք աղոթենք, որպեսզի Տերը ողորմի։ Եթե խոսքը չենք կարդում, սկսենք կարդալ, սկսենք սիրել, սկսենք ճանաչել Աստծուն։ Եթե Քրիստոսին չենք ճանաչում, չենք խոստովանել մեր մեղքերը դեռ, խնդրենք, ներում խնդրենք, որտեղ այդ հնարավորությունը դեռ կա։ Այդ փրկության հնարավորությունը դեռ կա։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, Աստված կների, Աստված կողորմի եւ այդ փրկությունը կտա։ Այդ միջնորդը կունենանք հացանի առաջ։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալի քո խոսքի համար եւ այո դու մեծ ես Տեր։ Քո մեծությունը, քո զորությունը, քո ով լինելը երբեք մեր տրամաբանությամբ, մեր մտածելակերպով չեն կարող հասկանալ, չեն կարող պատկերացնել, Տեր, որտեղ ամեն բան քո ձեռքերում է, Տեր, մեր կյանքը, մեր ապագան, մեր ժամանակը, մեր սկիզբը ու մեր վերջը, ուստի Տեր աղոթում ենք, որ դու տաս մեզ այդ գիտակցությունը, որ այո քեզ ճանաչելով, քեզ արժանի փառքը տանք, Տեր, որպես եկեղեցի փափագ ունենանք քո կամքի մեջ քայլելու։ Չնայենք աճ, չնայենք ձախ, Տեր, այլ միայն մեր հայացքը լինի դեպի քեզ։ Եթե մեղավոր ենք, եթե դեռևս կան մեր կյանքում մեղքեր, որ չենք խոստովանել, ներիր մեզ, ողորմիր մեզ ու սրբիր, Տեր։ Որ լրջությամբ վերաբերվենք թե ծառայությանը, թե խոսքին, թե մեր կյանքին, Տեր, թե այն պարտականություններին ու պարտավորություններին, որ ունենք քո առաջ, Տեր։ Եվ այդ ամեն ինչ այո հաճույքով, բայց դրա հետ մեկտեղ երկյուղացությամբ վարվենք, այնպես ինչպես որ դու ես կամենում։ Այո դու սիրող ու ողորմած Աստված ես, Տեր, որտեղ որևիցե մեկս չէր կարող գալ քո առաջ, եթե չլիներ քո որդին։ Ոստի ներիր մեզ ու դու փառավորվիր, Տեր։ Շնորհակալ ենք մեր կյանքի ամեն վայրկյանի համար։ Շնորհակալ ենք քո խոսքիդ համար։ Շնորհակալ ենք քո ներկայությանդ համար մեր կյանքում։ Այո, շնորհակալ ենք նույնիսկ այն ցավերի, այն տկարությունների համար, որ ունենում ենք, Տեր, որտեվ այդ ամենը ցույց է տալի քո փառքը։ Այդ ամենը սովորեցնում է մեզ փափագել, սпасել քո պատասխանին, Տեր։ Ցույց է տալի մեր կախվածությունը քեզանից ամեն վայրկյանի, Տեր։ Եվ այո, եթե քեզ ունենք, Տեր Հիսուս, ուրիշ ոչ մի բանի կարիքը չունենք, Տեր, որտեվ դու մեր կյանքի համար բավարար ես։ Ուստի տուր մեզ այդ գիտակցությունը ապրելու ու գործելու քո անվան ու փառքի համար։ Եվ այո, զգուշանալու, որ չլինի թե հանկարծ անտարբեր գտնվենք խոսքի առումով, որտեվ անտարբեր գտնվելով խոսքի առումով, անտարբեր ենք գտնվում քո նկատմամբ, Տեր։
Ոստի ներիր, ողորմիր ու դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։